Աշխարհի ցանկացած կետում ապրող յուրաքանչյուր հայ մարդ, ով պահպանում է իր հայկական ինքնությունը, ամեն բան անում է իր նպաստը բերի հայրենիքին։ Ողջույն, եթերում հայկական հետքն է։ Սևակ Թորոսյանը ծնվել է Փարիզում։ Ընտանիքը Բեյրութից է։ Նա փաստաբան է, մասնագիտացած գործարար քրեական իրավունքի ոլորտում։ Հանդիսանում է Թորոսյան իրավաբանական ընկերության հիմնադիրը Փարիզում։ Իրավաբանական գիտությունների դոկտորի կոչումն ստացել է Փարիզի համալսարանում, իսկ մագիստրոսի աստիճանը Սորբոնի համալսարանում։ Հանդիսանում է ֆրանսիական և միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, ինչպիսին է Ռոթշիլդ հիմնադրամը, ինչպես նաև պատգամավորների և քաղաքական առաջնորդների իրավաբան։ Շահել է նախկին նախարար Մուհամմեդ Դահլանի պատմական դատական գործը ընդդեմ նախագահ Մահմուդ Աբասի։ Սևակ Թորոսյանը հաճախ է ելույթներ ունենում կոնֆերանսներում, տպագրում է հոդվածներ և գրքեր։ Գրել է 3 գիրք՝ Լեռնային Ղարաբաղը վիրտուալ պետություն 500 էջանոց դոկտորական թեզը, նաև Արարատի մարգարեությունը և Դուք գոյություն չունեք վեպերը։ Ակտիվ մասնակցություն ունի Ֆրանսիայի Սենատում հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պատգամավոր Վալերի Բուայեի օրենսդրական նախագծում։ Ամուսնացած է, ունի երկվորյակ տղաներ Արամ և Ռաֆի անուններով։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան, զրույցը սկսենք մեր ավանդական հարցով, ովքեր են Թորոսյանները։ Բարև ձեզ։ Թորոսյանները ուրեմն այսօր Ֆրանսա-Փարիզ գաղթած ժողովուրդ ընտանիքն է, հիմնականորեն հայրս Յոզգաթ Թուրքիային է իր ընտանիքը, շատ մանրամասնի բան չեն գիտեր, ինչ որ պատահել էր, քիչ են, իր հայրը, թե իր մայրը ինչ պատահել է, շատ քիչ ինֆորմացիաներ ունեցած ենք, միան գիտենք, որ իր մայրը Մարիամ անունով մեծ մայրս եղած է, բայց ինքը միակ անձն էր, որ բոլոր ընտանիքում գրծած էր ապրել, տեսնելով իր բոլոր ընտանիքը իր աչքերում տակ 15 տարեկան էր կարծեմ, չարտվել էր։ Իսկ մորս կողմեն Սոսի Հովսեփյան Վանի կողմեն են, Աղբակ քաղաքից, Գյուրից, ավելի ճիշտ, նույն ցեղով ինֆորմացիաները շատ քիչ են մեզ հասել, հակառակ որ մեծ մորս և մեծ հորս հետ ապրած եմ և որպես զիգեի, մեծ մայրս մահացել էր 8 տարեկան էի և կպատմեր չարտերու մասին, բայց ընտանական հարցերով փորձեր էր փոխանցեր մի գաղափարներ, միտքեր, բայց քիչ գիտենք ինչ է պատահել։ Միակ բանը, որ գիտենք, մեծ մայրս և մեծ հայրս մորս կողմեն, երկուքն ալ Երուսաղեմի որբանոցը հասել էին այդ թվականներուն և կպատմեմ ասի, որտեղս մի քանի ամիս առաջին անգամ լալով կյանքիս մեջ այցելեցի Երուսաղեմ, հայկական թաղամասը հին քաղաքին և հոն արիթ ունեցա երթալ տեսնել աչքովս այդ բարգած դեղերնին, այսինքն առաջին քայլը ցեղասպանության վերջ ու շատ հուզիչ շրջանն էր այդ օրը բաթ մգար Երուսաղեմ, եթե գնացել եք այդ որբանոցը, բադին վրան երիտասարդներ, բզիկները ժամանակին գրել էին իրենց անունները և ինձ առաջարկել էին բահագը, որ փնտրեմ ինձ մեծ հորս անունը այդ բադին վրա ու մի ժամից հետո այդ անունը չի գրծա գտնել, բայց շատ դպավորիչ բան էր, օրմն էր, որովհետև առաջին անգամ լալով 100 տարի վերջ մեր գանգարն էր, որ ինձ էլ հոն դարեր էր մինչև Իսրայել ու աչքովս տեսել էի, թե ինչ սևով վերապրել են այդ բզդիկները, որոնց մասը գազմեր իմ մեծ հայրս։ Էս է մեր ընտանիքին պատմությունը, ուրեմն վերջը մեր մեծ հայրերը երկու կողմեն մեկնեցին Լիբանան ու ծնողքս ծնած են Լիբանան։ Ես ծնած եմ Ֆրանսա,
բայց ձնող կս վերուծեն են երկուքնալ, բաբաս բուրճամուդի տաղամասեն, կաղակենսենք, մայրս է Էշրեֆի էին։ Հոնձանոցացան ու վերջը Ֆրանսա մեկնեցան, Ֆրանսա ամուսնացան բادرազմից առաջ, ու մենք հոն ծնանք, եղբայրներս եւ ես, 3 եղբայր, Սևակ, Ռուբեն եւ Սարմեն, 3 բանաստեղծի անուններ, որտեղ հայրս բանաստեղծության խենթ է եւ Բարույր Սևակին խենթն է։ Դուք ծնվել եւ մեծացել եք Ֆրանսիայում, որ ավանդույթներն էին պահպանվել Թորոսյանների ընտանիքում։ Բախտ ունեցած եմ, կարծեմ, շատ ազգայնական ծնողներ ունենալ։ Առաջին փաստը է, որ ֆրանսերեն խոսիլը դանում արգելված է։ Եղբայրներս եւ ես իրավունք չունենք ֆրանսերեն խոսիլ եւ հիմա կտեսնեմ իմ դզիկներուս հետ երկու զույգ տղաներ ունիմ, որ 3-4 տարեկանից սկսյալ ֆրանսերենը շատ հեշտ ցևով գալիս է, որտեվ դուրս ընկերները բոլորովին միջավայրը ֆրանսական մշակույթին պատկանի։ Ուրեմն էդեր ձնողքիս որոշումը սկիզբից, որ դունը, ով որ ֆրանսերեն խոսի բադիժ բի։ Հիմա չեմ գիտեր, եթե էդ է բաժարը, որ հայերեն գխոսինք, գիտնալով, որ Ֆրանսիայում հայերեն չեն խոսում։ Adică 90% մեծամասնություն չի խոսում, այլ ադանգ է մշակութային բաժարներ կան, ֆրանսական ռեպուբլիկի գապված Նապոլեոնին սենք 200 տարվա մշակած կորձենության եւ դժվար է, այսինքն հայաբահմանությունը Ֆրանսիայում շատ դժվար է։ Այդ որոշումներ առաջին արժեքը էս էր գարձեմ, երբեք մեզի չեն ստիպած ուրիշ բանի հայաբահմանումը շատ բնական օրեն եկած է մեր մեջ եւ էսա բախտնել ունեցած եմ սկիզբից ընտանեկան միջավայրը գար սկիզբից ասած 7-8 տարեկանից սկսյալ հոմենիտմենի շարքերը մտնել հոմենիտմենը հայ մամնագրտական ընտանեկությունը որ այսօր գմարզե եւ աշխարհում բոլոր աշխարհում դերևս 20000 երիտասարդներ, մարզիկներ, սկաուտներ եւ այլն։ Այդ արժեքներն էլ բարձրացուր օրինակ նշանաբանով մեծած եմ ամբողջականությունն է ընտանեկան եւ հոմենիտմենի դասյարակությունը որ մեզի ասանք դարած է դժվար պայմաններով դեպի հայրենիք Երբ առաջին անգամ եղաք հայրենիքում, հա, եւ ձեր հա երազանքների հայրենիքը ինչ լսել եք հայրենիքի մասին, համապատասխանում էր իրականության հետ։ Երիտասարդ էի նախ 16 տարեկան 1989-ին երկրաշարժից 6 ամիս 7 ամիս վերջ, բայց Ղարաբաղի շարժման օրերուն։ Ուրեմն ես միշտ կմտածեմ, որ ցեղասպանության ինչպես ասեմ ոգիով չմեցա ես, այդ չէ իմ շկանիշս։ Շկանիշս եղած է եւ գուսամ բոլոր ցերունտիս Ղարաբաղյան շարժումը։ Այսինքն միացման այդ առաջին ցույցերը աչքովս տեսած եմ։ Էդի շատ դպավորիչ էր։ Առաջին անգամ Հայաստան եկանք, նորեն հումանիտմենի շարժումով, խումբով, 30 հոգինոց խումբով եկել էինք եւ տեսանք մեր աչքով։ Եվ ավելցնեմ, որ գալու ժամանակ Մոսկվա գեցել էինք մի օր եւ սովետի ժամանակ էր։ Մոսկվա հրաբարագին վրա, Գարմիր հրաբարագին վրա թրոշակով նկարվել էինք։ Այդ ժամանակին այդ ռիսկնալ չափեր էր, բայց ռիսկ արել էինք, մեր խմբապետ այդ ռիսկ արել էր, այդ նկար ունենք դեր։ Ուրեմն այդ բանով մեծանք, գիտեք, ինչպես ասեմ, եթե համապատասխաներ երիտասարդի նախ հոգեբանություն ունեինք եւ սփյուռքահայի հոգեբանություն ունեինք, որու համար Հայաստանը երազական պատկեր մներ եւ անշարժ պատկեր մներ, անդրադարձանք, որ իրական երկիր մներ, բայց իհարկե ուրախ եմ, որ գանուխ, այսին երդասարդ ադենից անդրադարձա եւ դեսա, դկեի վեր շատ եկած եմ Հայաստան եւ գմտածեմ, որ
Հայաստանյան երթալկալը չի բավեր, այդ գաբը գործեմ ես ստեղծել իմ զավակներուս հետ, արդեն ամեն տարի գալիս ենք, ամեն օգոստոսին, ստեղ մնում ենք մի ամիս, իրենք 6.5 տարեկան են ու իրենք գաբվում են արդեն, որև կոնկրետ Հայաստանը, իրենց տարիքին համար ընկերությունն է, ընկերներ ունենալ, շախմատ են խաղում, գերտան սպորտի եւ այլն, կոնկրետ բաներ են ու մեծանան իմ հույսս է մեզի պես որ շատ հաջող կանք որովհետեւ գիտեք այսօր առաջվա պես չէ 20 տարի առաջ մի ճամփորդելը խնդիր էր կամ մի հաղորդակցությունը խնդիր էր այսօր կարող ենք մի օրից մյուս օրը ճամփորդել եւ երթալեն գավադան որ պիտի էժաննա եւ ինչպես գերտան քաղաքի քաղաք պիտի կարողանանք երթալ երգիր ու հաստատվինք ձևով 10 տարից 20 տարից չեմ գիտեր բայց հաստատության գաղափարը կա մեր մեջը իմ գնոջս հետն էլ խոսում ենք ու կորձի գաղափարը արդեն կա 2-3 տարի է որտեղ աշխատում եմ հենց հիմա եւ աշխատել եմ օրինակ Հայաստանի կառավարության համար Փարիզում եւ շարունակում ենք Պարոն Թորոսյան, դուք մասնագիտությամբ իրավաբան եք եւ Ֆրանսիայում ունեք բավականին մեծ ու ճանաչված Թորոսյան փաստաբանական գրասենյակը։ Իմ մասնագիտությունս քրեական իրավունքն է։ Քրեական իրավունքի ավելի մասնագիտացած բիզնեսային քրեական իրավունքն է, որ Ֆրանսիայում, Եվրոպայում շատ զարգացած եւ վտանգավոր դաշտն է, որ շատ բաներ, շատ հետաքրքրական նյութեր գխարնեցենք։ Առաջին գարկին մարդկային իրավունքները եւ անհատական ազատությունները։ Այս է իմ յանքի կարծեմ թե ինքնության, թե գործի նպատակներս, որ կարողացա իրար բռնեցնել, ասենք, այս է իմ գործս է, քրեական իրավունքը եւ էսա ուրեմն շատ հայ չկա բարիբախտաբար Դուք բացի փաստաբանական գործունեությունից նաև գրական գործունեությամբ եք զբաղվում ունեք եւ մասնագիտական հրատարակություն եւ ավելի գրական ստեղծագործություն այստեղ կա Արարատի մարգարեություն հա իմ ձեռքի տակ այստեղ տեսնում եմ գիրքը ինչի մասին է Արարատի մարգարեությունը հա որ ուրեմն վեպն է մի քիչ խենթ գաղափարն եւ պրոժեմը 20 տարվա Գուզեի նախքիվ մկրել հայերուն մասին, առանց ցեղասպանության մասին խոսելու։ Ֆրանսերեն է անշուշտ, գրել շատ կսիրեմ, եթե գրնայի միան գկրեի, ոչ փաստաբանությունն ալ մեգոմ գցեի։ Բայց պատմություն մի քիչ խենթ է, Դա Վինչի կոդիմը գնմանի իր պատմության, բայց Հայաստանի ճամփորդության պատմությունով Սկիզբը մի քիչ մեր իմ անձնական գործառությանս կնմանի, բայց վերջ ոչ։ Փաստաբանումը պատմությունը, որ Փարիզում, որ ձակումով հայ է, 2 սերունդ, 3 սերունդ, բայց ասենք տրամից եւ խաղից դուրս ուրիշ հետաքրքրություն չունի, ամուրի է, ամուսնացած չէ, ասենք հաջողած մեկն է սոցիալական կետնի վրա, բայց շատ մենակության մեջ գաբի եւ չի գիտեր, բայց իր հոգեբանական խնդիրները, որ ֆրանսական մշակույթին կապված են։ Ուրեմն այս ճամփորդության հարցն է։ Եվ սկիզբը խեն պատմությունը հետևյալն է, Հայաստանից մարդիկ կգան եւ իր մեկը խնդրեն, որ Արարատը քնե, հով քնե։ Եվ հոնգս կսի պատմությունը։ Ինքը խաղ կսիրե, տրամ կսիրեցելով, լավ վճարված է գնցունի ու սխալմամբ դերևս կամ որտեղ վտանգավոր բանի մեջ պիտի մտնե, ասենք միջավայրի մեջ պիտի մտնե, ով են այս հաջախորդները, որ Արարատն են ուզում գնել, թե զինվորականներ են, թե եւ այլն, ասենք հարցեր կան, որտեղ էզոտերիկ վեպն է։ Ու այս տղան, որու անունը Արամ է, Մարկ Արամ, պիտի ճամփորդե Հայաստան, ուզե քանի որ պիտի փախի, մահից պիտի փորձի ազատվել եւ պիտի ծանոթանա Հայաստանը աչքով, որ չեր պատկերացներ, որևէ չեր պատկերացներ
այս բաթմության մեջ պիտի երթանք մինչև Կարահունջ 4000-5000 տարվա բաթմությունը հասնելով, ետքալով ասենք քրիստոնեության արմատներուն եւ ինքը քանի որ շատ նեղը պիտի գտնվի իր բոլոր շքանիշները, ռոպերները պիտի գործընծնի, այսինքն բոլորովին պիտի գործընծնի եւ ինքն իր փոփոխության մասին է արդյոք մարդ գրնա փոխվիլ այս հարցումը գա այս երկի մեջ եւ կբադահի բաթմությունը դեղի շրջան իմ ընթացքին դեղի ունենա ու աշխարհն էլ խանգարված է տերորիզմը շատ զորացած է եւ հոս առաջարկ մը գնեմ որ լուրջ գիրքի մեջ չի գրնար առաջարկել գիրքը սկրած է ժամանակին երբ Բեն Լադենը չէր մահացած ու ասում էին գարտացողները թե ինչ ես ասում այս շատ ֆյուտուրիստ պատմություն մնե ուրեմն առաջարկում եմ հետևյալը տերորիստական շրջանը ու տերորիստական շրջանն ուր երեք բայթումներ դեղի կունենան նույնադեն եւ այսօր նշանակությունը պիտի փնտրենք երեք հետևյալներն են Իտալիո, Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցին, հրյաներուն Իսրայելում Երուսաղեմի բադը եւ Սաուդի Արաբիա Մեքը իսլամներու գետրոնը այս երեք շրջանները նույնադեն պիտի ոչնչանան, պիտի բայթին նույնադեն ուրեմն մեկը գուզե Արարատը կնել մեկը չէ, գիտենք որ խումբ մնե 155 ներություն, 153 համարը գա այս գիրքի մեջ, որ զորավոր սիմվոլիկ ունի, գիտենք որ 153 հոգի են, եւ այս երկու պատմությունները իրար պիտի միանան ու մեզ պիտբերեն գուսամ զարմանալի դեղմը, գուզեմ բացադրել կամ գուզեմ հուսալ, որ Հայաստանը կամ հայկան ժողովուրդը դեր բաթմություն ունի եւ թերմ ունի խաղալու արտի աշխարհի մեջ էսա Դուք այսօր նաև շատ ակտիվ ձեր մասնակցություն ու դերակատարություն ունեք ֆրանսիացի падգամավոր Վալերի Բուայեի նախագծի վրա եք աշխատում, ով բավականին հայանպաստ գործունեություն է ծավալում Ֆրանսիայում, նոր օրենքի նախագծի շրջանակներում համագործակցում եք։ Ինչ պետք է արվի այդ օրենքը եւ արդյոք առհասարակ երկրորդ անգամ օրենքը չի մերժվի։ Շատ լավ հարցում։ Ուրեմն ինչպես գիտեք, ժողովրդական ության գաղափարը եւ օրենքը շատ կարևոր եղած է Ֆրանսիայում 2012-ին օրենքը ներկայացվեցավ պարլեմենտում պարլեմենտը ուրեմն քվեարկեց բայց սահմանադրական խորհուրդը մերժեց մի ամիս վերջ բաժարն էր ազատ արտահայտության օրենքը սկզբունքը Ֆրանսիայում որ շատ ասենք զորավոր ձևով պաշտպանված է Ֆրանսիայում եւ Եվրոպայում Եվրո տադարանից կողմից, հա։ Ուրեմն ասի մեծ ցախողություն մներ։ Քանի որ Ֆրանսիայում 1990-ից ի վեր օրենք մը գա, որ գարկիլ է ովևէ մեկուն հրյական ցեղասպանությունը մերժել։ Ասել գոյություն չի ունեցել։ Ուրեմն մերիներս ենք մտածեցին, ասեցին, որ մենք այդ վտանգին մեջն ենք, ոչ միայն հրյաները մերժողներ շատ կան, բայց գրողներ, ընդհանրապես ինտելեկտուալներ են, պատմակետներ են, որ ցույց կտան, թե օրինակ տրենին մեջ դուք ասում եք հրյաները 86 միլիոն մարդ մահացել է, բայց հրյաներ տրենին մեջ չեք կարող այդ չափ մարդիկ լեցնել եւ այլն, հաշիվներ են անում ու ասում են թե այդ չափ չի, ուրեմն հրյաները սուտ են ասում։ Այսպեսի խենթության կապված գրություններ կան։ Ուրեմն հրյաները գրցան օրենքը առաջացնել, կվեարկեցին 1990-ին Գեսո անունով պատգամավորականի անունին դակ։ Մենք փորձեցինք, ասենք, գաղութը փորձեց, ասելով, որ մենք էլ այդ վտանգի մեջն ենք, քանի որ կան Facebook-ում այսօր, Twitter-ից, կամ Twitter-ից, կամ ընդհանրապես այսօր թղթակիցներ խոսում են
հարցի դնում են արդյոք ցեղասպանություն է թե ոչ, քիչ են, բայց գա։ Մտածում ենք, որ 10 տարից կամ 20 տարից այդ վտանգը պիտի զարգանա ու խնդիր է լինելու, քանի որ հիմնական տարբերությունը հրեական եւ հայկական ցեղասպանության մեջ միջազգային դատավարությունն է։ Միջազգային բան չեն ունեցել վճիր, միջազգային վճիր, այս է հիմնական հարցը մեր ու փորձում ենք աշխատել, ուրեմն առաջին օրենք այդ ազատ արտահայտության բանին վրա հիման վրա մերժվեցավ, հիմա փորձում եմ ես առաջարկեցի Վալերի Բոյեին, որ նոր դաշտ մտնենք, այս գիրքին բանն է, նյութն է, նոր դաշտ դնել, մի քիչ տեխնիկ է բացատրությունը, բայց մեծ գիծերով բացառելու համար մեր ազատ արտահայտության օրենքից դուրս հանել այս նեգացիոնիզմի հարցը ու մտցնել ուղղակի քրեական գրքի մեջ ցեղասպանության հանցագործության գողքին, այսինքն մի քիչ դերևս բարդ է, բայց յուրիստները անմիջապես կհասկանան ինչ հարցը, քանի որ բոլոր պատմակետները լաշոային, լան հայոց ցեղասպանության կամ թուցիներուն ցեղասպանություն, ամեն պատմակետները նույն բանն են պատմում, ասում են թե ցեղասպանը նույն վարյանին ոչնչացնում է փաստերը։ Այս գաղափարը շատ զորավոր է ու հավատում եմ, թե պատգամավորները չեն անդրադարձել, պատմակետը չի լսել պատմակետին, դագովին չի լսել, ուրեմն կարծեմ, թե հույս մգա, բայց այսօր այդ հանգրվանին եկել ենք, որ քաղաքական դարձել է հարցը, Վալերի Բոյեն ուրեմն սեպտեմբերի ներկայացուց, սեպտեմբեր 2014-ին այս նախագիծը եւ նայենք հիմա բոլորովին քաղաքական է եւ անշուշտ ռիսկ մգա, որ նորից սահմանադրական խորհուրդը եթե պարլամենտը ընդունի, ինքը չընդունի։ Այո, խնդիր է։ Ավելցնեմ, որ շատ կարևոր որոշում ենք սպասում Եվրոդատարանից, այս Պերինչեկ բանի մեջ, իշյուի մեջ եւ կարծեմ, թե սեպտեմբեր, օկտեմբերին գունենանք վճիրը։ Հա, այդ էլ կապված է, որտեղ եթե Պերինչեկին վճիրը արդար լինի, պետք է բաժվե եւ պիտի նոր ճամփա անա մեր ֆրանսական օրենքին համար։ Շնորհակալություն պարոն Թորոսյան հետաքրքիր զրույցի համար, թեկուզ հեռվից, բայց դուք բավականին հայանպաստ եւ ազգանվեր գործ եք կատարում, թե գրական, ձեր աշխատանքով եւ մասնագիտական աշխատանքով։ Շնորհակալություն։ Այսպիսին ենք մենք աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ որ լինենք, պայքարում ենք մեր ինքնության համար, մնացեք բարյավ, եթերում հայկական հետքներ։